Ձեզ ասել են, որ խոլեստերինի մակարդակը բարձր է, միշտ ապեք եզրակացություններ անել։ Որպես մասնագետ ուզում եմ ընդգծել մեկ կարևոր փաստ։ Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը գնահատում են ոչ միայն ընդհանուր խոլեստերինի մակարդակով։ Այսօր մենք կարող ենք գնահատել ավելի շատ եւ կարևոր ցուցանիշներ, որոնք օգնում են բժշկին հասկանալ իրական ռիսկը։ Դրանցից մեկը լիպոպրոտեին A-ն է։ Սա գենետիկորեն պայմանավորված ռիսկի գործոն է, որի մակարդակը գրեթե ամբողջությամբ որոշվում է ժառանգականությամբ։ Սննդակարգը կամ կենսակերպը գրեթե չեն ազդում դրա վրա։ Հենց այդ պատճառով շատ միջազգային ուղեցույցեր խորհուրդ են տալիս լիպոպրոտեին A-ն որոշել առնվազն մեկ անգամ կյանքի ընթացքում, հատկապես եթե ընտանիքում եղել են վաղ սիրտ-անոթային հիվանդություններ կամ խոլեստերինի բարձր մակարդակ։ Բացի այդ, սիրտ-անոթային ռիսկի գնահատման համար կարևոր է նաև լիպիդային ամբողջական պրոֆիլը, արյան գլյուկոզան կամ գլիկոլիզացված հեմոգլոբինը, զարկերակային ճնշումը, ինչպես նաև այլ ռիսկի գործոնները որոշելը։ Եթե ռիսկը ցածր է, հաճախ կենսակերպի փոփոխությունը կարող է բավարար լինել։ Եթե ռիսկը բարձր է, միայն սննդակարգը կարող է բավարար չլինել եւ բուժման մարտավարությունը պետք է որոշի բժիշկը։ Տամետի լաբորատորիայում իրականացվում են բոլոր լաբորատոր հետազոտությունները, այդ թվում լիպոպրոտեին A-ի հետազոտությունը, որը կարող է կարևոր տեղեկություն տալ ձեր անհատական սիրտ-անոթային ռիսկի գնահատման համար։ Հիշենք, ճիշտ բուժումը սկսվում է ճիշտ ախտորոշումից։ Մի հետաձգեք ձեր առողջության մասին հոգ տանելը, դիմեք բժշկի կամ անցեք համապատասխան հետազոտությունները հենց այսօր։